Ողջույն բոլորին, հարգելի YouTube դիտողներ։ Դուք այժմ լսում եք Youth Voices podcast-ը, որն իրականացվում է Պանդո ՀԿ-ի կողմից բացված Youth Voices YouTube-յան անիքում, Ախորյանի երիտասարդական հաբ երիտասարդական կենտրոնի սաների կողմից։ Մեր podcast-ի տաղավարում մենք մշտապես հրավիրում ենք տարբեր հաջողություններ գրանցած ակտիվ հասարակական կյանք ունեցող երիտասարդների, եւ այսօր մեր podcast-ի տաղավարում հյուրընկալել ենք ուսման մեջ բազում հաջողություններ գրանցված տաղանդավոր Ժորա Վարդանյանին։ Ողջույն Ժորա ջան։ Ողջույն Մարիամ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ չմերժեցիք մեր առաջարկը ու այսօր մեր podcast-ի տաղավարում ենք։ Ինչպե՞ս եք Ժորա ջան։ Լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալություն։ Եկեք ֆիքսենք, որ միանգամից խոսում ենք դուով, քանի որ մենք արդեն ճանաչում ենք իրար։ Ու այսօր Ժորայի հետ մենք մի փոքր կխոսենք կրթության կարևորության մասին, նրա փորձի մասին, թե ինչ հաջողություններ է գրանցել ուսման մեջ եւ կծանոթանանք Ժորայի հետ։ Ժորա ջան, մանկուց հետաքրքրված էի սովորելով։ Իմ կարծիքով երեխայի հետ սովորելու հետաքրքրվածությունը կապված է թե ինքը միջավայրի հետ իրադարձություններին ինչպես է արձագանքում, այսինքն ինչքանով է հետաքրքրված, այսինքն եթե ինչ-որ մի բան է տեղի ունենում, բնական երևույթ կամ ինչ-որ մի բան, եթե իրան հետաքրքրում է, որ թե ինչից եղավ այս ամենը, ուրեմն ինքը ձգտում է սովորել։ Իսկ եթե երեխա կա որ իր համար մեկ է, թե ինչից է եղել, ապա ինքը երևի թե չի ձգտի սովորել։ Ես ընդհանրապես միշտ ձգտել եմ իմանալ պատճառը հետևանքային կապը, այսինքն ինչից եղավ այս ամենը ու ինչ հետևանքներ կլինի։ Ու ընդհանրապես մեր դպրոցում էլ ուսուցիչները միշտ ասում են, որ հարցաշատ ու հարցասեր աշակերտն է, որովհետև եթե մի բան կարդում է, սկսում է դրա մասին տարբեր հարցեր տալ ու եղել է դեպք, որ օրինակ մի ողջ 45 րոպեն դասի անցկացրել է իմ հարցերը ու դասել չի ընդհանրել բնականon հունով։ Ընդհանրապես ես փոքրուց սիրում էի սովորել տարբեր փոքրուց մի բանասիրության հատվածներ անգիրեն իմացել ու երևի թե այդ շարունակվեց մինչև հիմա։ Ես օրինակ առաջին դասարան գիտեցել եմ Այոց այբուբենը նախքան դասի գնալը, երկրորդ դասարանում ռուսերենի այբուբենը ու այդպես հետո նաև անգլերենի, այսինքն միշտ ձգտել եմ առաջ լինել, առաջինը։ Հիանալի է, օրինակ ես էլ իմ օրինակով բերեմ, ես էլ եմ քո նման մտածել, այսպես ասած, ես էլ մինչև դպրոց գնալը արդեն երկար բանաստեղծություններ բաներ էի սովորում, միշտ հետաքրքրված եղել եմ ու ուզում էի հարցնել, օրինակ այդ որ ասում ես երեխայի արձագանքից է կախված, օրինակ քո մոտ է այդպես եղել, որ հետաքրքրել է քեզ այդ երևույթը, որ դու սովորես, թե ուղղակի նաև ծնողների այստեղ հարցը կա, որովհետև կան, չէ, որ ծնողներն են հետևողական լինում, օրինակ իմ դեպքում ես այդպես հետաքրքրվող երեխա եմ եղել, բայց եթե օրինակ մտածում եմ հիմա, եթե մայրիկս, հայրիկս իմ հետ չաշխատեին այդքան, միգուցե ես այդքան սեր չունենայի, այսպես ասած, դեպի ուսումը, այսինքն իրենք շահագրգռել են, որ ես սովորեմ։ Դե ծնողների դերը ընդհանրապես շատ մեծ կարևորություն ունի, որովհետև ծնողները նպաստում են, որ անդադ երեխան զարգանա, հետաքրքրությունը զարգանա, բայց եթե երեխան չձգտի այդ գիտելիքները ընդունել ու անցնել, աշխատանքն էլ ծնողի արդեն 0-ի հավասար կլինի։ Իսկ որ առարկաներն ես սիրում Ժորա։ Ընդհանրապես հումանիտար առարկաները, օրինակ պատմություն, գրականություն, լեզու, բոլորն եմ սիրում, բայց այդ երեքը առավել շատ։ Իսկ ինչն է այդ առարկաների մեջ քեզ գրավում, որ այդ առարկաներով ես հետաքրքրված ավելի շատ։ Դե ընդհանրապես պատմությունն ու լեզուն իմ համար մեծ դեր ունեն, որովհետև ցանկացած ազգի, ցանկացած պետականության հիմքը հենասյունը պատմությունն է ու լեզուն, իսկ գրականությունն էլ էլի գրական աշխարհի պատմությունն է, այսինքն թե ինչպես են ստեղծագործել եւ ինչպես են շարունակում ստեղծագործել, այսինքն երեքն էլ պատմության հետ սերտ կապ ունեն։ Այսինքն ընդհանուր պատմությունն է, հենց որպես այդպեսին սիրում։ Ու ճյուղավորումն է, ասած։ Իսկ ինչն է ամենաշատը, այսպես ասած,
քեզ գրավում է պատմության մեջ, որովհետև օրինակ նայ, ես օրինակ ֆիզիկա եմ սիրում, ահա որ շատ, ֆիզիկա, մաթեմատիկա ու ինձ այդ առարկաների մեջ ճշտությունն է դուր գալիս, որ ես գիտեմ, որ դա ճիշտ է։ 2-ին գումարած 2-ը երբեք 5 չի դառնա, 4 է ու վերջ։ Հստակ է։ Ինձ այդ հստակությունն է դուր գալիս, այդ ամեն ինչն է գրավում։ Իսկ քեզ ինչն է գրավում, դուր գալիս այդ առարկաների մեջ, տվյալ դեպքում պատմության մեջ, որ այդպես շատ այդ առարական է սիրում։ Դե ընդհանրապես պատմությունը իմ կարծիքով ցանկացած ազգի հզոր զենքն է, որովհետև պատմության միջոցով դու կարող ես ապացուցել տարբեր փաստեր, այսինքն եթե ինչ-որ մեկը փորձի հերկել, որ օրինակ տվյալ տարածաշրջանում սա եղել է ու հայերի մասնակցությունը բացառել, ապա դու կարող ես հստակ փաստերի միջոցով դա հերկել եւ ճիշտը ապացուցել, այսինքն պատմությունը ոչ միայն պատմությունն ունի ճշգրտություններ, ճիշտ է կան որոշակի խառն իրադարձություններ, որոնք ապացուցված չեն ու չեն կարող հաստատել, բայց մեծամասամբ հիմնական առանցքային երևույթները հստակ են ու քննարկման ենթակա չեն։ Հա, օրինակ նայի այդ ոչ ճշգրտության մասով ես ասեմ, վերջերս մի հատ ծրագրի էի մասնակցում ու մի հատ պարսիկ ծանոթ, այսպես ասած ունեի, իր հետ խոսում էինք մի փոքր պատմությունից, դե շատ ընդհանուր գծեր չունենք ես այդ աղջիկը, դրա համար որոշեցի, որ մի փոքր խոսենք թեկուզ պատմությունից Վարդանանց պատերազմից, չէ, հայերի ու պարսիկների միջև ու որոշեցինք այդ մասին խոսել, ասեց մեր պատմության մեջ նման բան չկա։ Այսինքն այստեղ նաև այդ ոչ ճշգրտությունը կա, չէ, իսկ շատերը հերքում են, շատ պետություններ հերքում են։ Ու ըստ իս, օրինակ, պատմության մեջ հիմնական պատմության, այսպես ասած, գաղափարն այն է, որ մենք դասեր քաղենք պատմությունից։ Օրինակ, ես երբեք պատմությունը ինչ-որ թվական անգից չեմ հիշում։ Ոչ մի տեղանունական իրադարձությունները հիշում եմ եւ հիշում եմ պատճառահետևանքային կապերը։ Եվ ինձ հետաքրքրում է թե ինչու եղավ դա եւ ինչ հետևանքներ ունեցավ դա երկրի վրա։ Օրինակ, բերում եմ, եթե ինչ-որ դեպքեր կան, որ նմանություն եմ գտնում մեր ներկայիս իրավիճակի հետ, փորձում եմ այդ ամեն ինչը ներկայիս համար կիրառել, որովհետև օրինակ ես սիրում եմ այն ինչ սովորում եմ, ես պետք է կիրառեմ այն։ Ու երևի ֆիզիկան հենց դրա համար էլ շատ եմ սիրում, որովհետև այն կիրառելի է կյանքի բոլոր ոլորտներում։ Ընդհանրապես պատմական այդ գիտելիքները այդ ձևով օգտագործելը ամենաճիշտն է իմ կարծիքով, որովհետև դու տեսնում ես թե ինչ սխալներ են եղել ու փորձում ես այդ սխալներից խուսափել։ Ճապոնական ասացված կա, ասում է մի մոռացիր անցյալը, դա ապագայի ուսուցիչն է, այսինքն անցյալը լավ իմանալ պետք է կերտես ապագան։ Համաձայն եմ լրիվ այդ մտքի հետ։ Իսկ ինչ ես կարծում, ինչպես կկիրառես այն մեր երկրի համար։ Մասնագիտական կողմնորոշում ունես։ Ցանկանում եմ դառնալ դիվանագետ միջազգային հարաբերություններում։ Արդեն բարձ է թե ինչպես կկիրառես մեր երկրի համար։ Ու հնարավորության չափով, այսինքն ինչքան կարողանամ, այդ չափով էլ փորձեմ գոյ օգուտ երկրին։ Դե բայց թե այստեղ արդեն ոչ թե անձի ցանկություններ, արդեն կան տարբեր ասպեկտներ, այսպես ասած, ժողովրդի հետ կապված բան։ Հա, ես վստահ եմ, որ դու շատ Ես վստահ եմ, որ դու շատ լավ դիվանագետ կդառնաս, մեր երկրին քո նման դիվանագետներ հաստատ պետք կգան։ Իսկ բախվել ես երբևէ ձախողումների ուսման մեջ ու եթե բախվել ես, ինչպես ես հաղթահարել այդ ձախողումները։ Ընդհանրապես կյանքը ձախողումների ու հաջողությունների ամբողջությունն է, այսինքն առանց ձախողում չկա հաջողություն, չկա հաջողություն առանց ձախողման։ Ես այդ կարծիքին եմ ու ձախողումները օգնում են դասեր քաղել ու հասկանալ թե որ քայլից հետո որը պետք է անել, որպեսզի չհանդիպել նման ձախողման ու ձախողումը, այսպես ասած, կոփում է մարդուն։ Ես բազմիցս հանդիպել եմ ձախողումների ու կարելի ասել առանց ծնողներիս աջակցության երևի թե չկարողանա այդ ձախողումներից դուրս գալ։ Իրոք, որովհետև երբեմն
այդ արդեն ըստիս մարդու հզորությունից, ուժեղությունից է կախված, ավելի շատ հզորությունից, որովհետև օրինակ մի հատ մեր ուսուցիչներից մեկն է ասել, այդպես այդ միտքը կլաները վերցրել ինձ, գողացել եմ, ասում էր ուժեղ է այն մարդը, ով հաղթում է մյուսներին եւ հզոր է այն մարդը, ով հաղթում է ինքն իրեն։ Իմ կարծիքով այդ ցախողումներին դիմակայելու համար մարդը պիտի լինի հզոր, որ կարողանա իր սխալները ընդունել եւ իր ցախողումներից, սխալներից դասեր քաղելով շարունակի առաջ գնալ, որովհետեւ մեր հասարակության մեջ կան մի շարք մարդիկ, որոնք առաջին իսկ ցախողումից պարզապես այո, հրաժարվում են երկրորդ անգամ փորձել։ Ընդհանրապես, եթե դու ընդունում ես քո սխալները, այդ ամենամեծ կարողությունն է, որովհետեւ շատ մարդ կա, գիտակցում է, որ սխալ է, բայց շարունակում է ընդունել ցույց տալ, որ ինքը ճիշտ է, ու այդ տանում է ընդհանրապես կործանման։ Հա, իհարկե, որովհետև օրինակ սխալվելու իրավունք իրոք բոլորս ունենք, բայց սխալ կրկնելու իրավունք ոչ ոք չունի։ Կարելի է այդ մի անգամ սխալվել, սովորել այդ սխալից ու շարունակել կրկնելը արդեն վատ է։ Իսկ ինչ սկզբունքներով ես առաջնորդվել ուսման ընթացքում։ Դե ընդհանրապես այդ հարցը էսել է ինձ տալիս, թե ինչպես եղավ, որ սովորեցի ու շարունակում եմ սովորել, հա, ու ես էլ այդ հարցի պատասխան դրանում եմ գտնել, որովհետև տեսնում եմ, թե ինչպես կան երիտասարդներ, որ չեն սովորում ու թե տարրական դասարաններում, թե ավագ դասարաններում ու ես զարմանում, թե ես ինչպես կարողացա սովորել։ Այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ։ Իսկ ինչպես ես քո դասերը պլանավորում, որ ամեն ինչ հասցնես։ Իրականում շատերն են կարծում, թե ես ամեն ինչ պլանավորած եմ անում, այսինքն դասեր, բայց իրականում այդպես չէ, ես կարելի ասել կարող է ամենավերջին պահին հիշեմ, որ ինչ-որ մի բան բաց եմ թողել, այսինքն իմ մոտ ամեն ինչ խառնաշփոթ է։ Հստակ գծված որևէ բան չկա։ Այսինքն էության պերֆեկցիոնիստ չես։ Սարմանալի է, բայց կան ոչ պերֆեկցիոնիստ գերազանցիկներ։ Բայց իրականում շատ հիանալի է, որ թեկուզ այդ խառնաշփոթի մեջ հասցնում ես հիշել այդ ամեն ինչը։ Ես գիտեմ, որ դու քո պարտաճանաչությամբ ես միշտ փայլել ես եւ փայլելու ես վստահաբար, որովհետեւ միշտ ես էլ եմ, թե մենք նույն դպրոցում ենք սովորել, միշտ իմացել եմ, վայ, Ժորան։ Ասում եմ, հա, Ժորան։ Նույնը քո մասին եմ ասել։ Հա, մենք դպրոցի դեմքեր էինք։ Հուսանք նոր դեմքեր ունի մեր դպրոցը, բայց շատ լավ է, որ կան մարդիկ, որոնք շարունակում են սովորել եւ չբախվել հասարակական մի շարք կարծրատիպերի։ Ու քանի որ դու նաեւ տղա ես, մենք գիտենք, որ հասարակության մեջ նաեւ կարծրացած է այն բանը, որ տղաները լավ չպիտի սովորեն։ Բայց այդ ոնց է լինում, կարծրատիպերի այդ առումով բախվում ես դու, օրինակ լինում է, որ ասեն տղան լավ չպիտի սովորի, ինչի ես այդքան լավ սովորում բանը։ Այդպեսի դեպքեր խնդիրներ առաջացել են, բայց իրականում ես իմ համար մեկ է թե ինչ եմ մտածում։ Ես շարունակում եմ առաջ գնալ ու ընդհանրապես այդ կարծրատիպը, որ տղան պետք է լավ չսովորի, այդ սխալ է, որովհետև տես օրինակ աղջիկը եթե լավ չսովորի, ինքը չէ ընտանիքը պահողը, այսպես ասած, այսինքն ամուսինն է պահում, չէ՞ ընտանիքը հայկական ընտանիքն ավանդական ասենք, բայց ու ընդհանրապես եթե տղան լավ չի սովորում, դժվարությամբ գումար քաշվել։ Օրինակ կան մարդիկ, ովքեր չեն սովորել, բայց հիմա էլ աշխատում են, ընտանիք են պահում, բայց իրենց հաշվին, իրենց առողջության, իրենց կարող են ընտանիքից հեռու, որպեսզի գումար աշխատեն, բայց ավելի լավ կլինի մանկուց սովորել եւ հետագայում ավելի հարմար պայմաններում ապրել։ Այդ մտքի հետ համաձայն եմ, որ տղաները պիտի լավ սովորեն, կարծրատիպը կարող ենք հերքել, բայց օրինակ համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում ես տղամարդը պիտի պահի ընտանիքը։ Դե հա, բան չունի ասելու, կան կանայք, որ աշխատում լավ է, դա գովելի է, բայց մեծամասամբ դա էլ չի կարելի ընդունել, որ օրինակ տղամարդը ամբողջ օրը տանը մնա, իսկ կին աշխատի, ես դրան դեմ եմ։ Դե ես առհասարակ ասեմ օրինակ ես էլ ինչն եմ դեմ, ես էլ դեմ եմ, որ մի կողմը պահի, մյուս կողմը ուղղակի տանը մնա, իմ կարծիքով հավասարապես, հա, այդ գենդերային հավասարությունը պիտի լինի, այսինքն ֆեմինիզմը այստեղ գալիս է մեզ փրկության։ Եվ պետք է այդ հավասարությունը լինի։
Իսկ ըստ քեզ այդ հավասարությունը պիտի լինի թե չէ, այդ գենդերային անհավասարության մասին օրինակ ինչ կարծիք ունես, ինչ կարծրատիպեր կան, որոնք կուզենայիր կոտրել, թե աղջիկների կողմից կարող ես ասել, թե տղաների։ Ընդհանրապես հավասարությունը ճիշտ է, մարդը իցն է ազատ է, բայց այդ ազատությանը չափու սահման կա։ Իհարկե։ Այսինքն, եթե օրինակ ասում են, որ դու ազատ ես, այդ չի նշանակում, որ դու բոլորին պետք է իշխես։ Այսինքն, ճիշտ է, թող լինի ազատ, այսինքն դու չես կարող իր կամքին բռնանալ իր իրավունքներին, բայց նաև այդ կողմը պետք է նաև հասկանա, որ պահեր կան, որ պետք է զիջի, պետք է մտնի դրության մեջ, այսինքն այն սեփական երեսը եթե առաջ մղի, ընտանիք չի կազմվի։ Իհարկե։ Ու այդ մասով, եթե չեմ սխալվում, այսպեսի միտք կա, չեմ հիշում ով է ասել, մեր իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը, ու իրոք մենք պիտի յուրաքանչյուրս այդ ազատությունը ճիշտ օգտագործենք, չվնասելով մյուսներին, ու երևի այստեղ ասեմ, որ սանձարձակության հետ չպիտի շփոթել ազատությունը, որովհետև շատ հաճախ, երբ մարդկանց ասում ես դուք ազատ եք, մտածում են սանձարձակությունը դա ամեն ինչ կարելի է, բայց այո, ամենակարողն են իրենք, ամենակարող աստվածներն են, եւ դրա համար կարծում եմ սանձարձակությունն է այստեղ մեր մոտ խնդիրը, որ սանձարձակ են մարդիկ ավելի շատ։ Ըմբռնումը։ Ազատության վերաբերյալ։ Իհարկե։ Իսկ ըստ քեզ ինչպես կարող են կրթությունը ավելի մոտիվացնող եւ ստեղծագործ դարձնել։ Դες օրինակ մեր օրերում կրթությունը եւ ունի դրական կողմեր եւ բացասական, օրինակ մեր կրթությունը բարեփոխումներ կրթական համակարգում բարեփոխումներ լինում, օրինակ դառնում է ավելի թվային, այսինքն մեծանում է հեռախոսի դերը, համակարգչի հեռախոս եւ այլն, այսինքն դա մի կողմից լավ է, օրինակ եթե պետք է ինչ-որ մի բանի մասին տեղեկություն, կարող են միանգամից հեռախոսով գտնել, իսկ օրինակ առաջ գնում էին գրադարաններ, հանրագիտարաններ են ձեռք բերում, մի կողմից ժամանակի առումով լավ է, բայց նաեւ վատն այն է, որ բտանում էր մարդու մտածելակերպը, այսինքն ամեն հարցին հեշտ լուծում կա եւ դժվարանում է մտածել, նաեւ կախում է առաջանում հեռախոսից եւ իմ կարծիքով հիմնական խնդիրն այն է, որ չի բալանսավորվում թվային տեխնոլոգիաների եւ մարդուն որպես հասարակության մաս լինելու այդ հանգամանքը, այսինքն պետք է այդ հավասարացնել եւ պետք չէ որ ընդհանրապես երում նա տեխնիկայից մարդը, այսինքն 21-րդ դարում են կապը աշխարհից կդրված լինի, բայց ոչ էլ պետք է հասարակությունից ընդհանրապես հեռանալ միայն ապրի հեռախոսների համակարգչի միջոցով, այսինքն բալանս պետք է պահել։ Իհարկե։ Իսկ ինչ խորհուրդ կտաս մեր երիտասարդներին, որոնք լսում են այս ոդքասթը ու իրենք իրեն ուզում հաջողություններ գրանցել։ Այստեղ կարող ես մեր հետևորդներին։ Ընդհանրապես, եթե սովորում են այդ գովելի է արդեն, որովհետև մեր օրերում այդ տարբեր կարծրատիպները, տարբեր խնդիրները նվաստում են, որ պատճառ են հանդիսանում, որ երիտասարդները չսովորեն, բայց եթե օրինակ կարողանում են կոտրել կարծրատիպերը, կարողանում են այդ խնդիրներին լուծում գտնել եւ սովորել, ապա դա շատ մեծ առավելություն է եւ մեր դպրոցի դիմային հատվածում կա չէ ցուցանակի վրա գիտելիքը զենք է ոչ թե նպատակ, դուք էլ ձեր բերեք այդ զենքը, որովհետեւ հետագայում այն ձեզ մեծ օգուտներ կբերի։ Իհարկե։ Շնորհակալություն շատ Ջոռաջան, որ այսօր չմերժեցիր եւ հյուրընկալվեցիր մեր ոդքասթի տաղավարում։ Իսկ դուք հարգելի YouTube-ա դիտողներ, եթե ոդքասթը լսել եք մինչ այս րոպեն, ապա մեկնաբանությունների դաշտում պլյուս դրեք եւ գրեք թե հաջորդը ում կարող ենք հրավիրել մեր ոդքասթի տաղավարում։ Շնորհակալություն շատ։ Пока։